Վերջին 13 տարիներին ահագնացող տեմպերով աճում են շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեության ծավալները։ Այս մասին խորհրդարանական հերթական քառօրյայի ժամանակ հայտարարել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ներկայացնելով հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը։ Պատգամավորի խոսքով, եթե 2010 թվականին ոլորտում շրջանառության ծավալները կազմում էին $35 միլիոն, իսկ հարկերի հարաբերակցությունը $2.6 միլիոն էր, ապա 2010-ից 23 թվականներին գործունեության ծավալն աճել է ավելի քան 440 անգամ։ 2023-ին այդ ծավալները կազմել են $15.8 միլիարդ, իսկ հավաքվող հարկերը $67 միլիոն։ Վերջին 5 տարում իրականացված օրենսդրական փոփոխություններն այդքան էլ նպատակին չեն ծառայել, ուստի նախագծով առաջարկվում է արկա հարկերից և տուրքերից բացի ոլորտը հարկել 10% շրջանառության հարկով։ Սա նշանակում է, որ խաղային հաշվին լիցքավորված 100,000 դրամից 10,000 դրամը պետք է հարկվի։ Գործադիրի եւ օրենսդիրի մի շարք գործընկերներ դեմ էին այս նախագծին եւ գտնում էին, որ այս փուլում նպատակահարմար չի հարկային բեռի բարձրացմանը։ Մի շարք քննարկումներ են անցկացրել կառավարության գործընկերների հետ, նաեւ 2 անգամ քննարկում է կազմակերպվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Ի ուրախությունից պետք է նշեմ, որ վարչապետը կողմ է արտահայտվել նրանց հարկային բեռի բարձրացմանը եւ առաջարկել է փոփոխությունները ուժի մեջ մտցնել ոչ թե 6 ամիս հետո, այլ օրենքի ընդունումից անմիջապես հետո։ Եվ առաջարկվել է շարժվել տուրքը բարձրացնելու տրամաբանությամբ, ինչի արդյունքում առաջինից երկրորդ ընթերցում մենք կկատարենք համապատասխան փոփոխություններ եւ սույն ընկերությունները արդեն ապրիլի 1-ից կվճարեն 2 անգամ ավելի շատ տուրքեր։ Պատգամավորի խոսքով այս քայլով միայն ֆինանսական բեռն է բարձրանալու, ուստի անհրաժեշտություն կա եւ հարկերը բարձրացնելու, եւ սահմանափակումներն ավելացնելու, եւ հնարավորություններ ստեղծելու պետական մարմինների համար ամբողջությամբ արգելելու շահումով խաղերը Հայաստանում։ Նախագծերի հեղինակը համամիջ է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի այն կարծիքի հետ, թե բուքմեյքերական ընկերությունների տվյալներով վերջին շրջանում խաղացողների քանակը Հայաստանում նվազում է եւ դա հետեւողական պայքարի արդյունք է։ Հայկ Սարգսյանը պարզաբանում է ինչու։ Չեմ կարող կիսել ձեր այն միտքը, որ մեր պայքարը արդյունք է տվել այս պարզ տրամաբանությամբ։ Էսա պատկերը 440 անգամ ծավալները աճել են, սա ենթադրյալ թվեր չեն, սա պետական եկամուտների կոմիտեի տված թվերն են, որ ծավալը աճել է 440 անգամ։ Ինձ էլ են ընկերությունները ասել, որ մեր խաղացողների թիվը նվազել է, բայց խաղացողների թիվի նվազումը ես չեմ կարողանում հասկանալ, երբ ծավալները 440 անգամ աճել են վերջին 13 տարիների ընթացքում։ Առաջարկը հակընդդեմ այն է, որ 2025 թվականի ապրիլի 1-ից եղած պետական տուրքի դուրիքաչափերը կրկնապատկվեն, որը ֆիսկալ ազդեցության առումով կնշանակի տարեկան այլ հավասար պայմաններում, այսինքն երևի եթե որևէ էական հանգամանք չփոփոխվի, տարեկան շուրջ 13 միլիարդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտ։ Պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ նախ թվարկեց այն քայլերը, որոնք արվել են ոլորտի կարգավորման ուղղությամբ եւ որոնց արդյունքներն ավելի տեսանելի են, ապա ընդգծեց, կողմ է, որ պետք է սահմանափակվի ոլորտի գործունեությունը, բայց մտավախություն ունի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները սկսեն հաշիվներ բացել արտասահմանյան կազմակերպություններում եւ սկսեն խաղալ օտարերկրյա կազմակերպություններում, իսկ դրանց վերահսկողությունը տեսականորեն գրեթե անհնար է։ Անկամ եթե սահմանափակվեն այդ կայքերը, արգելվեն Հայաստանում VPN-ով հնարավոր աշխարհի ցանկացած բուքմեյքերում խաղադրույք կատարել։ Ոստե մենք ունենք նաեւ պետական անվտանգության խնդիր եւ ես կարծում եմ, որ այս հարցը պետք է բազմակողմանի ուսումնասիրվի նաեւ որոշ ծառայությունների կողմից, օրինակ ազգային անվտանգության ծառայության, ներքին գործերի նախարարության, առողջապահության նախարարության, որտեղ ֆիքսված է, որ խաղամոլությունը դա հոգեկան խանգարման տեսակ է, դա կախվածություն է եւ ինքը շատ չի տարբերվում թմրամոլությունից։ Հարգելի ժողովուրդ, օնլայն խաղատներում բացառված է, որ դուք շահած դուրս գաք, որովհետեւ դա համակարգ է, դա ալգորիթմ է գրված։ Հիմա չկրվեք, այսօր շահում կունենաք, եթե շարունակեք խաղալ մեկ երկարաժամկետ կտրվածքում, դուք այդ ալգորիթմին չեք կարողանալու հաղթել։ Այնուհետև խորհրդարանականները կողմ քվեարկեցին այն որոշմանը, համաձայն որի Հայաստանի օրհներ կբացի դպրոցներից եւ բուհերից կհնչի նախ նախադպրոցական, մասնագիտական կրթության եւ ուսուցման հաստատություններում, ապա մյուս տեղերում։ Այն պետք է հնչի կամ կատարվի բացառապես կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հրապարակած պաշտոնական տարբերակին համապատասխան։ Քննարկվեց նաեւ ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի համահեղինակությամբ առաջարկվող նախագիծը, ըստ որի տուգանային 9 միավորի փոխարեն կսահմանվի 13 միավոր, իսկ որոշակի իրավախախտումների դեպքում տույժերը կխստացվեն։ Այո, կոնկրետ ինչ-որ սեգմենտ կա, որոնց համար սա
աշխատանքի բերումով խնդրահարույց է, դա ոչ միայն տաքսիի վարորդներն են, դա նաև այն մարդիկ են, ովքեր զբաղվում են ապրանք բերելով, առաքումով եւ այլը, եւ սա որևիցե կերպ չի վերաբերում այն մարդկանց, ովքեր որ խախտում չեն արել, իրանք կսկսեն ավելի շատ անել։ Չէ, այն մարդը, որ խախտում չի անում, ինքը խախտում չի անում, ուզում է դա լինի 9, ուզում է 13 լինի, ուզում է 103 լինի։ Ինքը չի անում այդ խախտումը։ Նախագծով առաջարկվում է 20 իրավախախտումներից 7-ի մասով տուգանային միավորներն ավելացնել։ Իրավախախտումներից մեկը վերաբերում է ապակիների լուսաթափանցելիության կանոնների խախտմանը։ Եթե խախտումն արձանագրվի երկրորդ անգամ, ապա վարորդի բալային համակարգից կհանվի 3 միավոր։ Ամրագոտիները չամրակապելու կամ հեռախոսից օգտվելու դեպքում 1 տուգանային միավորը դառնում է 1.5 միավոր։ Բաժանարար գոտի հատելու դեպքում 2 տուգանային միավորը դառնում է 3։ Հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու դեպքում 3-ը 4։ Ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու դեպքում 4-ը 5, վարելի ծխախոտ օգտագործելու դեպքում 1.5 տուգանային միավորը դառնում է 2։ Մնացած 20 իրավախախտումներով որևէ փոփոխություն չի արվել։ Անգամ երկրորդ շարքում կանգնելու դեպքում վարորդների հետ հանդիպումից եւ քննարկումից հետո 0.5 բալը փոխարինվում է 0.25 բալով։ Անգամ այս մասով որևէ փոփոխություն չի արվել։ Նախագիծն ընդունելու դեպքում ուժի մեջ կմտնի այն մայիսի 1-ից։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։